անդադ խոսվում է Հայաստանը AI պետություն դարձնելու, AI քարտեզի վրա, գլոբալ քարտեզի վրա Հայաստան դնելու մասին։ Եթե փորձենք շատ սթափ, առանց պատրանքների, առանց ավելորդ երասկոտության գնահատել, ձեր գնահատականը ո՞րն է, որտեղ է այսօր Հայաստանը այդ քարտեզի վրա։ Իմ կարծիքով Հայաստան ունի շատ մեծ պոտենցիալ AI-ի, որով մենք շատ լավ մասնակիցներ ունենք, ծրագրավորներ ունենք եւ պատրաստված մասնակիցներ կան։ Եթե մենք մեր ուսումնական համակարգը զարգացնենք արագ ցևով եկող 20 տարվա մեջ, իմ կարծիքով մենք կրնանք առաջնահերթ երկիրներն այն AI-ի, որով ինքը մեծ գումարներու պետք չէ, այո, մեծ կոմպյուտերային infrastructure պետք է, but in terms of capital, որով արդյունություն չի գա, ամենը մտքի ալգորիթմի արդյունքն է, որ մենք մեր երեխեքը, մեր երկիրը ինքը պատրաստված ենք դա անոր եւ գրնա մենք շատ մփաներ, որ մենք արդեն գործունեած ենք, իդ վերագանքնենք անմիջոցով։ Անոր համար ես պոտենցիալը շատ մեծ տեսնում եմ, որ Հայաստանի համար մեծ օգուտ կգնալ եւ պետք է ամեն ցեվով մենք ընդունենք եւ արագ շարժվենք անողությամբ։ Դուք համարում եք ինչպես եւ շատերը, որ մեր ամենամեծ ներուժը եւ ամենամեծ առավելությունը դա տաղանդն է, հայկական տաղանդը։ Մենք ուրիշ մարդ չունենք։ Այո։